Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1214-րդ օրն է։ Շաբաթ օրվա համար ձեզ կներկայացնեմ ամենակարևորը, բայց կփորձեմ եթերը անել կարճ, որպեսզի հանգստյան օրերին ավելի շատ հանգստանալու ժամանակ մնա։ Իմջելոց նկատել եք, թե որքան է սկսել խոսել Կրեմլի այդ գաճաճիկը։ Ահա թե ինչ է անում Թրամփի այսպես կոչված խաղաղարարությունը։ Բայց մյուս կողմից ինչ է մնում այս հանգած պապիկին, որ արդեն ոչ միտեղ ոչինչ չի կարող անել, բացի խոսելուց երևի թե ոչինչ չի մնացել նրան։ Չէի ուզենա անդրադառնալ այդ դատարկ լպտանին, միայն գերիների մասով կասեմ, որովհետև Ուկրաինայի հետախուզությունը արձագանքել է եւ պատասխանել է Պուտինին։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը իր կողմից ցույց տվեց Կրեմլի կոլոտի տեղը։ Ուկրաինայում պահվում են հազարավոր ռուս գերիներ։ Բացի դրանից, փոխանակման ֆոնդի համալրման աշխատանքները կշարունակվեն, ասել է Յուսովը։ Ռուսաստանը ստել է, որ Ուկրաինայում մեծ փոխանակումից հետո գրեթե գերիներ չկան, իսկ ռուսների հայտարարությունը տասնյակ հազարավոր ուկրաինական գերիների մասին հորինված են, պնդում է Յուսովը։ Ռուսների տեղեկատվությունը այն մասին, որ հազարի դիմաց ձևաչափով փոխանակումից հետո Ուկրաինայում գրեթե գերի ռուս զինծառայողներ չկան, իրականությանը չի համապատասխանում։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչը շեշտեց, որ Ռուսաստանում տասնյակ հազարավոր ուկրաինացի գերիներ չկան, իսկ Ուկրաինայում հազարավոր ռուս գերիներ կան։ Մեջբերեմ, իսկ փոխանակման ֆոնդի համալրումը շարունակվում է անկախ տարբեր մանիպուլյացիաներից։ Մենք չենք մեկնաբանում կոնկրետ թվերը, բայց խոսքը վերաբերում է հազարավոր ռուս օկուպանտների, որոնք գտնվում են ուկրաինական գերության մեջ, շեշտել է Անդրեյ Յուսովը։ Իմջելոց մեր Telegram ալիքի բաժանորդները իրենք ամեն օր տեսնում են, հատկապես վերջին օրերին, թե որքան շատ են ռուսները հանձնվում գերի, թե Դոնբասում, թե Սումիի եւ թե Խարկովի ուղղություններում։ QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ գրանցված չեն Telegram-ում, խնդրում եմ գրանցվել եւ խնդրում եմ չմոռանալ մեր նոր ալիքին ակտիվ բաժանորդագրվել։ Այսպիսով Կրեմլի գաճաճի ամեն խոսք մնում է միայն ցածրագույն կրթություն ունեցող կամ միամիտ մարդկանց համար, իսկ կրթված մարդկանց համար 21-րդ դարում նման Պուտինի ստերը միայն ծիծաղ են առաջացնում։ Ուկրաինայի արտգործնախարարությունը նույնպես արձագանքել է Պուտինին։ Ռուս դիկտատոր Պուտինը դարձել է Ռուսաստանի Դաշնության զինվորների զանգվածային մարդասպանը։ Պուտինի ցինիկ հայտարարությունները վկայում են ամերիկյան խաղաղարար ջանքերի նկատմամբ լիակատար արհամարհանքի մասին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Մեջբերեմ, մինչ ամերիկյան ղեկավարությունը եւ ողջ աշխարհը կոչ են անում անապահ դադարեցնել սպանությունները, գլխավոր ռուս ռազմական հանցագործը քննարկում է Ուկրաինայի նոր տարածքների գրավման եւ ուկրաինացիների սպանության պլաններ, ընդգծել է Սիբիգան։ Պուտինի բոլոր այս հնչեցրած ցնորքներից առանձնանում է մեկը՝ ռուս զինվորի ոտքի մասին նշել է նա։ Իրականում որտեղ էլ որ դիպչի ռուս զինվորի ոտքը, նա իր հետ բերում է միայն մահ, ավերածություն եւ դատարկություն, ընդգծել է Սիբիգան։ Պուտինին ամենևին չի հուզում ռուս զինվորը, ոչ էլ նրա ոտքը, որը կարող է պոկվել ուկրաինական դրոնների կողմից, նշել է ուկրաինացի պաշտոնյան։ Արտգործնախարարը հավելել է, որ մինչ Պուտինը զբաղված է ռուսական ոտքերը ուղարկելով ներխուժման այլ երկրներ, Ռուսաստանի ներսում նա կանգնեցնում է ռուս ժողովրդին տնտեսական ծնկման։ Սիբիգայի խոսքով Ռուսաստանին խաղաղության բերել կարելի է միայն մեկ եղանակով՝ զրկել նրան անպատժելիության զգացումից։ Մեջբերեմ, աճեցնել Ուկրաինայի պաշտպանական աջակցությունը եւ հարվածել ռուսական տնտեսությանը կործանարար պատժամիջոցներով, ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկիչ պետություն, լիովին մեկուսացնել նրան եւ ուշքի բերել, ամփոփել է Սիբիգան։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին պատմել է, թե ինչ է սպասվում այաթոլլա Պուտինին, այսպես է նա կոչել Կրեմլի կոլոտին։ Ռուսաստանը բացահայտ ցույց է տալիս իր ցանկությունը շարունակելու պատերազմը Ուկրաինայի դեմ, սակայն ռուս դիկտատոր Պուտինը կարող է Իրանի օրինակից հասկանալ, թե ինչ է սպասվում նման ռեժիմներին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի երեկոյան ուղերձում։ Զելենսկու խոսքով ինքը հանձնարարել է ուկրաինացի պաշտոնյաներին պատրաստել լրացուցիչ հնարավորություններ վճռականների դաշինքի շրջանակներում համագործակցության համար, ինչը կօգնի ամրապնդել Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը։ Երեկեի չէ խոսում անվտանգության ճարտարապետությունից։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ Կրեմլում այլևս չեն թաքցնում իրենց մտադրությունը շարունակելու պատերազմը, ինչը կամ վկայում է արևմուտքի ճնշման դեռ ոչ բավարար լինելուն, կամ էլ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ իբր ուժեղ լինելու պատրանք։ Մեջբերեմ, Ռուսաստանի տնտեսությունը
հեղափոխությունն արդեն քայքայվում է։ Եկեք խորացնենք այդ գործընթացը։ Այաթոլլա Պուտինը կարող է իր Իրանի բարեկամների օրինակով տեսնել, թե ինչ է լինում նման ռեժիմների հետ եւ ինչ հետամնացության են նրանք հասցնում իրենց երկիրը։ Ապահովության վերականգնման համար կլինեն նոր որոշումներ, ամփոփել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը խելահեղ պլաններ ուներ Սումիի մարզի առումով, սակայն այժմ այդ տարածքներում օկուպանտներին ոչնչացնում են։ Մեջբերեմ ռուսները այնտեղ ունեին տարբեր պլաններ ու մտադրություններ, խելագար, ինչպես միշտ։ Մենք զսպում եւ ոչնչացնում ենք այդ մարդասպաններին, պաշտպանելով մեր սահմանները, ընդգծել է Զելենսկին։ Իսկ այս ֆոնին Ուկրաինայում արդեն հավաքել են առաջին 35,000 տոննա հացահատիկը, Օդեսայի, Խերսոնի եւ Նիկոլաևի մարզերում մեկնարկել է վաղ հացահատիկային եւ հատիկաանդեղային մշակաբույսերի հնձման սեզոնը, հնձվել է 14,2 հազար հեկտար, ստացվել է 34,8 հազար տոննա նոր բերք։ Ահա այսպիսին է մեր Ուկրաինան, հացահատիկի շտեմարան, համ իրեն է ապահովում, համ էլ իր ընկերներին։ Հուսով եմ, որ մի օր մեր սիրելի հայրենիք Հայաստանը վերջապես կընդգրկվի Ուկրաինայի բարեկամ երկրների ցանկում, թե չէ Ռուսաստանից գնելը ու մի բան էլ դրանց երեսով տալը լավ բանի չի հանգեցնի։ Հացը արդար ուտելիք է, պետք է արդար հողից լինի։ Ուկրաինան խափանել է Տուլայում Ռուսաստանի Դաշնության ռազմաարդյունաբերական հսկայի աշխատանքը, Ուկրաինայի պաշտպանության զորքերը 3 օրվա ընթացքում 2 անգամ հարվածել են Ռուսաստանի Տուլա քաղաքում գտնվող ռազմական գործարանին, իրենց լեզվով Կոնստրուկտորսկայ բյուրո Պրիբորաստроения имени Академика Շիբունովը, որը զբաղվում էր բարձր ճշգրտության զինատեսակների մշակմամբ։ Ինչպես հայտնում են աղբյուրները, հունիսի 18-ին 5 դրոններ խոցել են գործարանի տարածքը, արդյունքում վնասվել են էլեկտրակայանի շենքը, 3 պահեստներ եւ վարչական շենքը։ Բռնկվել է հրդեհ մոտ 400 քառակուսի մետր տարածքում։ Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 20-ի գիշերը, 1 դրոնը խոցել է առաքման նախատեսված արտադրանքի բարձման վայրի անգարը, գործարանի աշխատանքները ամբողջությամբ կանգ են առել։ Իսրայելի օպերացիան Իրանի դեմ նույնպես անդրադառնում է Պուտինի վրա։ Իսրայելը նախատեսում է Իրանի ռազմական եւ միջուկային ենթակառուցվածքների ոչնչացում, որը կարող է զրկել Թեհրանին Մոսկվային աջակցելու հնարավորությունից։ Այս մասին Telegraph-ում գրում է Մերձավոր Արևելքի հայտնի փորձագետ Կոն Քոֆլին, նշելով, որ Իրանին հասցված կորուստները կարող են վերջ դնել նրա ռազմական հզորությանը եւ այդ թվում Ռուսաստանին աջակցելու հնարավորությունը։ Բայց իմ կողմից ավելացնեմ, որ դեռ շուտ է, պետք է դեռ սպասել, իսրայելական օպերացիան շարունակվում է, իսկ մեր ուկրաինական հարձակումները կարծում եմ մինչև պատերազմի վերջին պահը շարունակվելու են։ Մինչդեռ Եվրոպան Իրանին կառաջարկի փրկություն ջախջախումից, Մակրոնը հրապարակեց իր պլանի, իր եւ դաշնակիցների պլանի բովանդակությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան պատրաստում են համապարփակ դիվանագիտական առաջարկ Իրանի համար, կանխելու Իսրայելի հետ լարվածության էսկալացիան, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այն ներառում է ուրանի հարստացման ամբողջական դադարեցում եւ ՄԱԳԱՏԷ-ի լիարժեք մուտք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներ։ Իրանի բալիստիկ ծրագիրը պետք է վերահսկվի։ Իրանի կողմից տարածաշրջանային պրոքսի խմբավորումներին Համաս, Հեզբոլլահ, Հութիներ, Իրաքի պրոիրանական շիիտներ եւ այլն, այդ դրանց ֆինանսավորումը պետք է դադարեցվի։ Եվ վերջին կետը բոլոր պատանդների ազատման ապահովում եւ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները։ Մակրոնը ընդգծել է, որ զինված իսլամական հանրապետությունը հանդիսանում է էկզիստենցիալ սպառնալիք Իսրայելի համար, սակայն նաեւ քննադատել է Իսրայելին միջազգային նորմերից դուրս քայլերի համար։ Սա դասական արևմտյան քաղաքականություն է, բայց հայտարարությունները հավասարակշռելու համար երկու կողմին էլ անդրադառնում են, բայց ինչպես մի անգամ ասել է մի հայտնի ուկրաինացի գործիչ, մենք կարող ենք առևտուր անել Ադրբեջանի հետ, բայց դա չի խանգարում մեզ սիրել հայերին։ Դե մենք քաղցրալուն ժողովուրդ ենք, հոզորով չի, ոնց կարող են մեզ չսիրել։ Մակրոնի ասացի դեպքում ակնհայտ է, թե ով է սիրված արևմուտքում, դա Իսրայելն է, արևմտյան քաղաքակրթության մի մասը։ Լուրեր Դանիայից, Դանիան պաշտպանական միջոցառումներ է իրականացնում Բալթիկ ծովում։ Դանիայի բանակը տեղադրել է ամերիկյան արտադրության ծովային դրոններ նավահանգստային եւ ծովային ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաեւ Ռուսաստանի այլ տնտեսական, ավելի ստվերային նավատորմի հսկողության համար։ Այս մասին գրում է Գվարդիանը։ Մասկի իր այդ արկածների ֆոնին Ֆրանսիան մեծ ներդրում է արել Eutelsat-ի սպուտնիկային կապերի զարգացման համար։ Ֆրանսիայի տնտեսության նախարար Էրիկ Լոմբարդն ասել է, որ պետությունը կհատկացնի 717 միլիոն եվրո Eutelsat սպառողական համակարգի զարգացման համար, որպես հիմնական մրցակցություն SpaceX-ի Starlink-ին, դա ինչպես ասացի, մանավանդ Մասկի այդ ձգտումներին դեպի Ռուսաստան, հա։ Եվս մեկ քաղաքական թեմա՝ ՄԱԳԱՏԷ-ի ահազանգը Իրանի պոտենցիալ միջուկային աղետի մասին, Իրանի Արաք քաղաքի մոտ կառուցվող միջուկային օբյեկտում, որը ենթարկվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակմանը, կա ճառագայթման վթարի վտանգ, հաղորդում է BBC-ն, հղում անելով ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ՄԱԳԱՏԷ-ի, ավելի ճիշտ նրա
գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հայտարարությանը։ Գրոսիի խոսքով անավարտ համալիրի հիմնական շենքերը վնասվել են հունիսի 19-ին Իսրայելի կողմից իրականացված մի շարք հարվածների ժամանակ։ Երեկվա այդ խոսքերի ֆոնին Պուտինը հավանաբար որոշել էր գիշերը մեծ հարված հասցնել Ուկրաինային, բայց ինչպես ամեն ինչ է նրա մոտ ստացվում, նորից լավ չստացվեց։ Անցած գիշեր ռուս զավթիչները Ուկրաինայի վրա արձակել են 280 հրթիռ եւ դրոն։ Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով թշնամու հիմնական թիրախը եղել է Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքը։ Թշնամին արձակել է 272 հարվածային շահեդ տեսակի ԱԹՍ եւ տարբեր տեսակի դրոն իմիտատորներ։ Բացի դրանցից ռուսները կիրառել են 3 տեսակի հրթիռներ, 2 միավոր X-47M2 կինժալ տիպի աերոբալիստիկ հրթիռներ, 4 միավոր կալիբր տիպի թևավոր հրթիռներ եւ 2 միավոր Իսկանդեր K տիպի նույնպես թևավոր հրթիռներ, Իսկանդեր K-ն թևավորն է։ Օդային հարձակմանը դիմագրավել են Ուկրաինայի օդուժը, զենիթահրթիռային զորքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները, դրոնային համակարգերը եւ շարժական կրակային խմբերը։ Նախնական տվյալներով ուկրաինական հոբ ստորաբաժանումները չեզոքացրել են 260 դրոն եւ հրթիռ, որոնցից 145-ը խոցվել են կրակային միջոցներով, իսկ 115-ը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Թշնամու օդային հարձակման միջոցների հարվածներ են գրանցվել Պոլտավայի մարզի Կրեմենչուգում, եւս 3 վայրում խոցված բեկորների անկում է գրանցվել։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 188 մարտական բախում, մարտերի մոտ 1/3-ը տեղի է ունեցել Պոկրովսկի շրջանում, այնտեղ ռուսական բանակը հարձակվել է 17 բնակավայրերի ուղղությամբ, մարտերը ընթացել են 12 ուղղություններով ռազմաճակատում, այդ թվում Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինական ուժերի գործողությունը շարունակվում է։ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են 22 զորքերի եւ զինամթերքի ռազմական տեխնիկայի կուտակման շրջաններ եւ մեծ վնասներ հասցրել թշնամուն։ Անցած մեկ օրում ոչնչացվել է 1060 ռուս ներխուժող։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր օկուպանտների կորուստները Ուկրաինայի գենշտաբի գնահատմամբ կազմում են 1,10,390 զավթիչ եւ ասեմ, որ անցած օրը ոչնչացվել է նաեւ 264 միավոր հակառակորդի տեխնիկա եւ սպառազինություն։ Իրենց հերթին ուկրաինական դրոնները գործում են օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի խորքում։ Բոլոր մանրամասները մեր տելեգրամյան ալիքում են, կարող եք վայելել։ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի մասին հավանաբար պետք է այս թեման քննարկել հայ փորձագետների հետ։ Իմ կողմից որպես քաղտեխնոլոգ կարող եմ ասել միայն այն, որ սա վտանգավոր եւ պատասխանատու ուղղություն է։ Թուրքիայի հետ խոսելու համար Փաշինյանը պետք է ունենա մեծ վարկանիշ, հայ ժողովրդի իմպերատիվը, հստակ օրակարգ եւ այդ հարցերը քննարկելու հանրային հայկական հանրության մանդատը։ Եթե սա բացակայում է, ապա մեծ է վտանգը, որ հայկական շահերի առաջ մղման փոխարեն կարող են կանգնել նոր խնդիրների առաջ։ Ես ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովուրդը իր իշխանություններից միշտ պահանջ ունի եւ ինձ մոտ որպես հայաստանցու առաջանում են նույն զգացմունքները, նույն հարցերը կուզեի, որպեսզի հայ հանրությունը դներ Հայաստանի իշխանությունների առջև, արդյոք իշխանությունները անում են այնինչ խոստացել են եւ արդյոք մանրամասն ներկայացնում են հայ հանրությանը, թե ինչով են իրենք զբաղված այլ երկրների հետ հարաբերություններում, հատկապես Թուրքիայի պես երկրի, որի հետ հարաբերությունները ունեն բազում կնճիռներ, եթե մեղմ ասենք, կնճիռներ, ցավեր, իրական ցավեր։ Եվ այս ուղղությամբ աշխատանքը պետք է տարվի միայն հանրային մանդատ ունենալով։ Սա զուտ մասնագիտական գնահատական է, աշխատում եմ էմոցիաները մի կողմ դնել, բայց այդ մասին այս թեմայով երևի թե ուրիշ անգամ կխոսենք, ճիշտ կլինի իմանալ հայաստանցի մասնագետների կարծիքը։ Կարճ ուզում եմ անդրադառնալ Երևանում կայացած ուկրաինական Օկեանելզի խմբի համերգին, հաճիշտ համերգի շուրջ իրադարձություններին։ Համերգից առաջ ուկրաինացի երգիչները նկարվել էին մեր Արարատի ֆոնին, գրելով «Մեր թիկունքում սրբազան Արարատ սարն է, առջևում համերգը»։ Միգուցե շատերը ուշադրություն չդարձրեցին գրառման վրա, բայց սա հենց այն խորը ընկալումն է ուկրաինացիների կողմից ամեն հայկականը։ Ուկրաինացիները լավ գիտեն մեր սրբությունները, մեր տաղանդներին, մեր հանճարներին, այնինչ հայ ժողովրդի համար թանկ է։ Այստեղ հայերը միշտ եղել են եւ ես կուզեի, որպեսզի Հայաստանում թեկուզ նորովին, բայց տեսնեին հին բարեկամին։ Տեսնել պետք է։ Երեկ իմ Facebook-յան էջում տեղադրել էի մի հատված համերգից հետո, երբ հայ արտիստները հանդիպում էին ուկրաինացի երաժիշտների հետ, գրեցի թող նման հանդիպումները շատ լինեն։ Անկեղծ ասած, ինձ համար շատ հաճելի էր տեսնել հենց այն հայ արտիստներին, որոնց մենք էլ շատ ենք սիրում Ուկրաինայում։ Գարիկը Պապոյան, Արամեն Պետրին, Ցրպուկն էլ էր այնտեղ։ Ասեմ, որ հայ արտիստները շատ հաճախ են
են լինում Ուկրաինայում, հատկապես պատերազմից առաջ Ուկրաինայի հայերի միությունը բազում միջոցառումներ է կազմակերպել, հատկապես իր գալա երեկոներին, տարեվերջին։ Ես նման հանդիպումները կանվանեի շատ կարևոր հասարակական կամուրջներ, որոնք կարող են իրենցով անցկացնել բարեկամական հարաբերությունները ուկրաինական եւ հայ ժողովուրդների միջև։ Հենց այս նոտայով էլ ավարտեմ, բարու մեջ մնաք, մինչ նոր հանդիպում։